Գաղափարազուրկ քաղաքական օրակարգ չունեցող սրբազան շարժման վախճանը կանխատեսելի էր դեռևս նախորդ տարվա մայիսին, երբ մի քանի տասնյակ հազար մարդկանց առաջ Գալստանյանն ի ցույց դրեց իր քաղաքական մտքի մեժկությունը։ Նախորդ տարվա ապրիլին սկիզբ առած շարժումը սկսեց գահավիժել արդեն նույն տարվա մայիսի 9-ից հետո փողոցային խուլիգանություններ, որոնք կոչվում էին անհնազանդության ակցիաներ, հարձակում ոստիկանության վրա եւ բախումներ ազգային ժողովի մոտ։ Այս իրադարձություններն արդեն հուշում էին, որ սրբազան շարժումը խեղդվում է իր իսկ սկսած շարժման ալիքների մեջ, եւ ինչպես հայտնի է, խեղդվողը միշտ փորձում է իր հետ խեղդել նաեւ մյուսներին։ Երեք հայտնի դարձավ, որ սրբազան շարժման ղեկավարներն ու մասնակիցները մշակել են այսպես ասած հեղաշրջման պլան, ըստ որի մինչև սեպտեմբեր փորձելու են իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այսօր արդեն իրավապահները սկսել են հատուկ գործողություններ հեղաշրջման փորձի մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին իրավական ընթացք տալու համար։ Ինչպես եւ սպասվում էր, իրավապահները առաջինը թակեցին Բագրատ Գալստանյանի տան դուռը։ Քաղաքական դաշտը հոգեվոր տաճար չէ, այնտեղ պատարակ չեն մատուցում, քաղաքականությունը հաշվարկ է եւ եթե մտնում ես քաղաքական դաշտ, ուրեմն պետք է պատասխանատվություն ստանձնես եւ հաշվարկես մյուս քայլերդ նույնպես։ Քաղաքացի Բագրատ Գալստանյանը 1 տարի առաջ սքեմով մտավ քաղաքականություն կամ ավելի ճիշտ նրան ներքին եւ արտաքին ուժերը մտցրեցին քաղաքականություն։ Սակայն Գալստանյանը եւ նրա հովանավորները չցանկացան խաղալ քաղաքականության կանոններով, այլ ընտրեցին ուժային ճանապարհը, որով հարվածի տակ էր ընկնելու պետության ինքնիշխանությունը։ Ավելի սարսափելին այն է, որ քաղաքական շնագայլերը ոտնձգություն կատարեցին ոչ միայն պետության, այլև եկեղեցու դեմ, այն դարձնելով ներքաղաքական հարցեր լուծելու գործիք։ Իբր հայրենիքի փրկության մասին մտածողները հենց իրենք են իրենց եւ օտարի նեղ անձնական, քաղաքական եւ տնտեսական շահերի համար պետությունը կանգնեցնում ներքին եւ արտաքին լուրջ խնդիրների առաջ։ Պատահական չէ, որ սրբազան հեղափոխականները ըստ իրենց պլանի վճռական հարվածը պետք է հասցնեին սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը, որպեսզի այդ օրը եւս արյունով ներկեին եւ անկախությունը նվիրեին օտարին։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրության մեծամասնությունը գիտակից մոտեցում է ցուցաբերում այս կեղտոտ շարժումներին եւ կարողանում է թացն ու չորը տարբերել։